Պաշտպանելու մեծ ու հզոր հայրենիքն իմ երջանկության, ես կլինեմ հա, քաջարի, որդին մեր այս պայծառ դարի, հերոսության քանի նշան, իմ վեկուց կզարդարի, իսկ թե խախտեմ երթումն իմ վե, ռոմակուր է և սրբազան, թող ժողովուրդն արամար է, մեծ օրենքն ինձ, պատժի դաժան։ Հայրենիքիս համար ես գլուխս կտամ, ես իմ հոգին կտամ հայրենիքիս համար, որպիչ շողան մար, ծաղկի, ազատ մնա, ծաղի կյանքս կտամ հայրենիքիս համար։ Պահպանի ջերմույթ սավատացելով Քրիստոս Աստված մեր, պահի պահպանիս Հայաստան աշխարհս, քեզ հավատացող և քեզ հուսացող հայ ժողովուրդս, անթողանյա սուրբ և պատվական խաչի վրդով ուտարության, բրկյա վերևելի և աներևույթ թշնամուն, արժանավորյա գույթյան փառավորեր, հսկերես կանթով և ծրկող քույր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտանից ամեն։ Պատմությունը տասվաճաճար, հերոսները տվելու արդար, և ասում ես հասատաճար, ուրիշելով ունի վերհար։ Պատմությունը տասվաճաճար, հերոսները տվելու
ինկերպարն ես կերպում նորից։ Երիտասարդին ուժ ես դու, հայոց երկրում իմները, գիտեմ նաև շատին ես դու, հայկի շուշնի միշկետ վրա, դու կազմեցիր դարավերջում մեր պայքարում արդարացի ու հաղթեցիր դաժան կռվում, իմ հայ բանակ ազատացի, տեսնում եմ ես դրոշի տակ, քաջակորով ոգին հայոց, ամուր է նա, առուտ, շիտակ, հայրենասեր շարքում քոհոց։ Թող դարի երթում ծնված հայ քաջերի ուժը զոր, խմբի բասկին քովանապանց, վաղաբելջի հայ կմենոր։ Помните, через века, через года, помните о тех, кто уже не придет никогда. Помните, не плачьте, в горле держите стоны, горькие стоны. Памяти павших будьте достойны, вечно достойны. Люди, покуда сердца стучатся, помните, какой ценой завоевано счастье. Пожалуйста, помните. Հավեր շիշատակ հայոց քաջերին, հայ արտիպներին, ֆիդայիներին, համոտ Հայաստան ընկած հայերին, հավեր շիշատակ հայ անմահներին, սուրբ անունները միշտ կապրեն նրանց, ովքեր հայազգին պաշտպաններ դարձան, աղյութի նման կռվի դաշտելան, ովքեր սրերը ձեռքներին Հավեր շիշատակ մեր տղաներին, հայկական հողի քաջ պաշտպաններին, հանուն հայազգի ընկած հայերին, հավեր շիշատակ հայ հերոսներին։ Փառք ու պատիվ զինվորներին, մեր քաջարի տղաներին, եղեք տոկում, եղեք կանգուն եւ մեզ բերեք ուրախություն։ Լավ ծառայեք, իրար հարգեք եւ ձեր կյանքը սիրով ապրեք։ Կանցնի ամեն դժվարություն ու կդառնա հիշողություն։ Իմ զավակներ, լավ հիշեք, ձեր մայրերի ճրակն եք դուք, հայրենիքի պատիվն եք դուք, դուք եք մեր սերն ու հույսը, հայոց ազգի անմար լույսը, այս խոսքերս լավ հիշեք, իրարով միշտ հպարտացեք, խաղաղություն, համբերություն, իմ որդիներ, ցտեսություն։ Զինվորական երշում տալու համար դուրս գալ շարքից երկու քայլ։ Ես Արտյոմ Առաքելյանը ծառայություն անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր երդվում եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս Հայաստանի Հանրապետությանը եւ հանուն նրա չխնայել կյանքս ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին անվերապահորեն կատարել հրամանատարի հրամանները պահպանել ռազմական գաղտնիքը ու թե դրժեմ երդումը, սաղ պատժում եմ օրենքի ամբողջ խստությամբ, երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ։ Եվույթի համար ձայնագրվում է Մարո Բեգլարի։ Եկեք կրկին ասենք շնորհավոր տոնը հայոց բանակ։ Ցանկակ մեր զինվորների, սպաների, ուժը եռան և խաղաղ և վիկասարայության համար։ Եկեք մենք գլուխ խոնարհենք մեր զոհված տղաների, մեր ազատամարտիկների, որոնց մայրերը մեր դպրոցի 8 հերոսների մայրերի առջև և ասենք դարձյալ տոնը շնորհավոր։ Չի բանանում որ շնորհավորեք մեր նաև այստեղ նստած հրաշքով փրկված հերոս մեր տղաների առջև և խոստանում եք բոլորիդ առջև լինեք մեր զինվորների կողքին, ապագա մեր զինվորների և հույս դրեք մեր այս երիտասարդների վրա, որ բանակը ամուր է, ամուր էլ կլինի։ Я хочу от имени 6-го Б класса еще раз поблагодарить за то, что вы пришли на наше сегодняшнее мероприятие и удостоили нас своим вниманием. И еще раз хочу воинов нашей армянской армии поздравить с таким знаменательным днем, с этим великим для нас большим праздником, с Днем армии. И от имени 6-го Б хочу преподнести цветы матерям погибших воинов. Հարգելի հյուրեր, ուսուցիչներ, սիրելի ծնողներ, այսօր մեր դպրոցի դահլիճի ներքո
մեծարման հիշատակի հանդիսություն է։ Հայոց բանակի հանդեպ խոնարհումի, հիացումի, երկրպագության հանդիսություն։ Այսօր տոնում ենք հայոց բանակի 23-րդ տարեդարձը։ Հարգելիներս, շնորհավորում եմ բոլորիս այս տոնի սուրբ տոնի կապակցությամբ, մաղթում եմ, որ մեր հայրենիքի երկինքը լինի կապույտ, որ արշալույսներն ու մայրամուտները միշտ խաղաղ լինեն։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր բանակի մարտիկներին, նրանց շնորհիվ է, որ մենք այսօր այստեղ հանգիստ խաղաղ ապավինում ենք։ Այսօր էլ նրանք հերոսանում են կյանք տալով հայրենիքին, դասվելով բոլոր ժամանակներում իսեր հայրենյաց, մարտնչած և նահատակված քաջերի կողքին։ Այս տոնական օրը հիշում ենք նաև հայ զինքի փառքը կնքած զինվորներին, զորավարներին, բոլոր այն հերոսներին, ովքեր պայքարել են հայոց պետականության նվիրական ու վեհ գործին, սիրելի դպրոցականներ։ Այսօրը, այս հանդիսությունը ձեզ համար հայրենասիրական դաս է, լավ իմացեք, հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար, որ մեծ է, այն նրա համար, որ քոնն է, ուստի անսահման սիրեք հայրենիքը, եղեք հոգով ուժեղ, արի, գիտուն, ճանաչեք հայոց արմատները, ոգին, եղեք նրանց երդվյալ պաշտպանը, շարունակեք ավագների փառավոր գործերը։ Կրկին ու կրկին շնորհավորում եմ այս սրբազան տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն և բարօրություն։ Շնորհակալություն եմ հայտնում դասղեկ Դիանա Արարատմնային այս հանդիսությանը արձագանքելու ներկայանալու դպրոցականների մեջ սեր նվիրվածություն դաստիարակելու համար Դիանա Արարատմնան շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ ելույթի համար և մաղթում եմ ձեզ առողջություն, նորանոր հաջողություն։ Շնորհակալություն։